Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Ես նշեմ մի քանի նաև կարևոր սկրինինգային ծրագրեր, որոնք որ իրենց մեկնարկումից հետո տվել են արդեն բավական լավ ցուցանիշներ։ Առաջինը իհարկե մեր կրծքագեղձի կանխարգելման մամոգրաֆիկ ծառայությունն է, որը ըստ էության ընդլայնվեց, տարածվեց եւ 2025 թվականի ընթացքում ծրագրին միացան 10 նաև կազմակերպություններ, որոնք որ սերտիֆիկացվեցին, ստացան մասնագիտական հավելյալ վերապատրաստումներ եւ այսօր արդեն սպասարկում են մեր քաղաքացիներին։ Պետք է նշեմ, որ 2026 թվականի արդիականացման մեր ծրագրով պետությունը հավելյալ մամոգրաֆիկ սարքավորումների մեծ խոշոր գնում է իրականացրել եւ առաջիկա այս տարվա ընթացքում մենք ունենանք նաեւ մարզային ընդլայնում։ Գլխուղեղի կաթվածների ծրագրի շրջանակներում ծրագիրը հաջողությամբ գործում է, պետք է նշեմ, որ այստեղ մենք ունենք մահացության կրճատում եւ հաշմանդամության կրճատում եւ պետք է շարունակենք այս ուղղությամբ մեր ծրագրի ընդլայնումը։ Մենք ենթադրում ենք, որ այս տարվա ընթացքում պետք է եւս 2 մարզային կենտրոններում մեկնարկի ստրոկի առաջին փուլի ծառայությունների հասանելիությունը, ինչը քանի որ մենք ունենք ժամանակային սահմանափակվածության այս առումով, պետք է բարելավի մեր մարզի բնակչության հասանելիությունը ծառայություններին։ Կոլորեկտալ քաղցկեղի մասով եւս ունենք մեր թիրախներին հասած ցուցանիշներ եւ պիտի շարունակենք ընդլայնումը։ 2025 թվականի դեկտեմբերին մենք մեկնարկեցինք նոր ուրեմն մարդու պապիլոմավիրուսի արձանագրման նոր թեստավորման ներդրումը, սա շատ ավելի խնայիչ, շատ ավելի նորագույն եւ նոր սերնդի տեստեր են, դրանք արդեն իսկ ուրեմն մենք այս մի քանի օր առաջվա տվյալներով իրականացրել ենք մոտ 4000 տեստավորում եւ ըստ էության ունենք հայտնաբերված դեպքեր, որոնք հաջորդիվ արդեն ստացել են անհրաժեշտ բուժ օգնությունը։ Նշեմ, որ դեղերի հասանելիության մասով մենք 2025 թվականին արդեն իսկ ներդրված ընդլայնված 3-րդ կարգի հաշմանդամների համար մեր դեղապահովման ծրագրով ուրեմն ունենք հասանելիության շատ մեծ առաջընթաց, բայց մի փոքր այսպես դիսոնանս է առաջանում, որտեղ ապահովագրության ընդունումից հետո դեղապահովման շրջանակը այնքան է լայնացել, որ արդեն կարծես 2025 թվականի ձեռքբերումները այսօր մի փոքր արդեն արդիական չեն հնչում։ Առողջ ապրելակերպի խթանման մասով շարունակել ենք մեր աշխատանքները, ես պետք է ասեմ, որ առողջ ապրելակերպի խթանումը ավելի ու ավելի մեծ տեղ է գրավելու մեր օրակարգում եւ այս մասով մեր միջոցառումները ուղղված են եղել թե երեխաների եւ թե ավագ սերնդի ներկայացուցիչների ուրեմն ապահովմանը, վարքագծային փոփոխության, նոր սովորույթների սերմանման, երեխաների շրջանում վնասակար սովորություններից հրաժարվելու ուրեմն աջակցման մասով եւ հաջորդիվ էլ առողջ ապրելակերպի խթանումը եւ դա վարքագծի ամենացանկալի ձևը դարձնելը մեզ համար ռազմավարական ուղղություն է լինելու։ Պետք է նշեմ, որ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի շրջանակներում մենք ունեցել ենք լրջագույն ձեռքբերումներ եւ մինչեւ 1 տարեկան երեխաների պատվաստումներում ամբողջական ընդգրկվածությունը կազմել է 95.1%։ Մարդու պապիլոմավիրուսի դեմ պատվաստման ընդգրկվածությունը կազմել է 48%։ Ներդրվեց ջրծաղիկի ուրեմն նոր պատվաստանյութը եւ պետք է նշեմ, որ բավական լավ ընդգրկվածություն ունենք եւ այն շրջանակը ում ուրեմն ներառել ենք առաջին փուլում ունենք 95% ներողություն եմ խնդրում 76.7% ընդգրկվածություն եւ սա է մեր ռազմավարությունը շարունակել մեր բնակչությանը կրթել տալ
արժանահավատ տեղեկատվություն, կյանք փրկող այս պատվաստանյութերի ազդեցության մասով եւ աշխատանքները ըստ էության տեսնում ենք, որ հաջող են ընթանում, 95.1%-ը համարվում է շատ մեծ ձեռքբերում, համեմատական առումով նաև այլ երկրների հետ եւ պետք է ընդգծեմ, որ մեզ մոտ ուրեմն սրա շնորհիվ է, որ կարմրուկի բռնկումները չենք ունենում, եթե ունենում ենք բերովի դեպքեր, ապա դրանք շատ արագ լոկալիզացվում են եւ դրա ուրեմն պատվաստման եւ կանխարգելիչ այլ միջոցառումների շնորհիվ մենք զերծ ենք մնում վարակիչ շատ ուրեմն վտանգավոր հիվանդությունների տարածումից։ Գուցե այսքանը արդեն հաջորդ թիվ կշարունակեմ։ Մի թիվ էլ հրապարակեմ, երևի սա էլ է շատ կարևոր, մեր անպտղության հաղթահարման ծրագրի հաջող ընթացքը շարունակվում է եւ մենք ուրեմն արձանագրել ենք 2025 թվականին ուրեմն ամբողջ շրջանակը ներողություն, սա 25 թիվը չէ, այլ 7722 շահառու ենք ունեցել եւ ունենք 561 երեխա եւ այս մասով էլ պետք է նշեմ, որ թե ժողովրդագրական առումով, թե նաեւ մեր ընտանիքներում այս երջանկությունը ապահովելու առումով սա մեր ամենասիրելի եւ կարեւոր ծրագրերից է։ Ես նաեւ նշեմ, որ առաջիկայում մենք նաեւ քննարկում ենք ընդլայնելու այս ծրագիրը, տարիքային շեմի վերանայում իրականացնելու եւ կառավարության որոշման նախագիծը արդեն մեր պատրաստ է շրջանառման փուլի ընթացքում է։ 2025 թվականի ընթացքում պիտի նշեմ նաև շտապ օգնության մեր կարևոր բարեփոխման ընթացքը հաջող եւ թե բարելավել ենք ծառայության հասանելիությունը, ավելացնելով մարզերում մասնագետներով հագեցված բրիգադների թիվը եւ թե բարելավել ենք ընդհանուր կանչերի միջին սպասարկման ժամանակը։